Նիկոլ Փաշինյանը շարունակում է հոգևորականներին վարկապետող հայտարարությունները։ Դերեսայի մի քիչ առաջ կգա։ Դերեսայի Նիկոլ Փաշինյանը շարունակում է հոգևորականներին վարկապետելու հայտարարությունները եւ նաեւ իշխող թիմից տպավորություն եմ ուզում ստեղծել, որ այս ամենը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ առանձին հոգևորականների, ովքեր խախտել են ուխտը եւ այլն։ Ինչ կասեք այն մարդկանց, ովքեր գուցե հավատում են, որ այս ամենը եկեղեցու դեմ չէ։ Նախ եկեղեցին հոգևորականից զատելու այս խոսույթը, որ շրջանառության մեջ է դրվում, որևէ կապ չունի իրականության հետ եւ եկեղեցին հոգևորականը այս դեպքում տարանջատել ու ասել, որ մենք եկեղեցու դեմ չենք պայքարում, այլ կոնկրետ ինչ-որ հոգևորականների հետ է խնդիրը, այս արհեստական է եւ շինծու եւ բոլորիս համար հասկանալի է դրա ենթատեքստը եւ հասկանալի է, որ մարդիկ այս կերպով փորձում են ժողովրդի մեջ մի տեսակ իրենց վարկը պահելու, որովհետև շատ հայտնի է, եթե թիրախը եկեղեցին է, հասկանալի է, որ ժողովրդի մեջ ընկալումը տարբեր է, երբ որ կոնկրետ այստեղ առանձին հոգևորականներին են թիրախավորում, այս դեպքում արդեն մի տեսակ սլակները թեքում են, սա էժան մանիպուլյացիա է, շատ էժան եւ ինչքան էլ ջանք թափեն, եկեղեցին այստեղ հոգևորականը ի գլուխ ունենալով հայոց հայրապետին, դա մենք ամբողջական ազգային կառույց է, որը դարձել է թիրախ։ Խոսակցություններ կան, որ եկեղեցի ներսից բարակտելու նաև գործընթացները իրականացվում։ Արդյոք կհաջողվի։ Կարող ենք ասել այն հայտարարությունները, որ ամուսնացյալ քահանաները իբր թե այս ամենի հետ կապ չունեն եւ ամուսնացյալ քահանաների մեջ կան արժանի քահանաներ, կուսակրոնները արժանի չեն եւ այլն, այս տեսակ հայտարարություններ, որ իշխանական թևի ներկայացուցիչների կողմից լինում են, սրանք հենց այդ պարզ պրիմիտիվ մոտեցումն է եկեղեցու իրենց պատկերացումներով եկեղեցու ներսում այդ պարակտումը բերելու, բայց երբևէ նման պարակտում չի կարող լինել, չի եղել եւ չի էլ կարող լինել։ Երբևէ։ Իհարկե ոչ։ Հենց մի եկեղեցին իր նվիրապետական կառույցով ամբողջական է, լիարժեք է, ուժեղ է հենց այդ խոնարհությամբ, այդ հնազանդությամբ եւ համախմբվածությամբ։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք իրավապահ համակարգից։ Անկեղծ որ ասեմ, այս ամեն ինչը տեսնելով ոչ մի։ Այն ինչ որ հիմա տեղի ունենում, բայց ակնկալիքները մեր հույս ունենք, որ արդար դատավարություն կլինի, հույս ունենք, որ օբյեկտիվ քննություն կլինի, որովհետեւ Միքայել Սրբազանի ներկայացված մեղադրանքը կարծում եմ բոլորիս է հայտնի է, բոլորս այս մասին ծանոթ ենք, հրապարակային դա եղել է, բոլորս տեսել ենք, լսել ենք եւ ամենապարզ սովորական իրավական կրթությունից մարդ կարող է հասնել, որտեղ ոչ մի հանցակազմ, ոչ մի իրականություն չկա այս աստիճան աղմուկ բարձրացնելու եւ նման մեղադրանք ներկայացնելու։ Բայց Փաշինյանը ներեցեք, բայց Փաշինյանը արդեն կանխակալ որոշել էր, որ 1-ից 2 ամսվա կալանք պետք է լինի։ Իր վերջին գրառման մեջ նա այդպես էր ասել։ Դե ամեն դեպքում Այսինքն նշանակում է հրահանգը արդեն կա, որ 1-ից 2 ակնհայտ է։ Բնականաբար ինչի մենակ այս դեպքում ակնհայտ է այդ հրահանգը իրավական իրավապահներին, իրավապահ համակարգին, դատական համակարգին, մենք այս վերջին օրերին, վերջին շրջանում դրա հստակ օրինակները բազմիցս տեսել ենք, որ դա կառավարվում է մեկ մարդու կողմից։ Ես ինչի հենց այս պահին ինձ Սրբազանին, որովհետև խոսում է մի մասին, հարցազրույցի մասին, որի հիման վրա շատ ավելի վաղուց էր, այսինքն երկու տարվա արդեն վաղեդություն ունի այդ տեսանյութը նաև Սրբազանի խոսքը, բայց որոշվեց հենց այս պահին նրա վրա քրեական գործառույթը ինչն էր պատճառը։ Գիտեք, երևի թե ես չեմ կարող միանշանակ պնդել, բայց նաև հաշվի առնելով այսօրվա մեր վերլուծաբանների հրապարակումները եւ մոտեցումները, սա սկսվեց Սամվել Կարապետյանով, հետո Բագրատ Սրբազանի ձերբակալությունը եւ հիմա Միքայել, սա մի տեսակ շղթա է, անընդհատ ինչ-որ բան այսպես մեր հասարակության մեջ արհեստականորեն եռացող պահելու, երբեմն նույնիսկ իրենց ձախողումները մեկը մյուսով ասված գիտի, չեմ կարող, ուր է հասնելու այդ շղթան միջև կաթողիկոս։ Չգիտեմ, չեմ կարող, ոչինչ չեմ կարող ասել։ Հաստատանների հետ կապի մեջ եք
այս պահին չէ, այս պահին սպասանի փաստաբանի կապի մեջ չենք կարողանում կապի մեջ լինել։ Երեսայի մի հարցել, Մայրաթորը 2 դատապարտող հայտարարություն արեց, ամեն դեպքում եթե կալանք ներկայացվի որպես միջնորդություն, ինչ է լինելու Մայրաթորի հաջորդող քայլը։ Դե մենք արդեն հայտարարվել է, որ բոլոր օրինական միջոցներով մենք հետապնդելու ենք, հետամուտ ենք լինելու, որպեսզի արդար դատավարություն լինի եւ օբյեկտիվ քննություն լինի։ Կապրենք կտեսնենք Աստված առաջ, բայց Մայրաթորը այս հանձնառությունը ունի, որ հուսանք, որ նաև հավատում ենք, որ ինչ որտեղ մեր իրավապահ համակարգի, դատական իշխանությունների կոնկրետ առանձին անդամների մոտ ինչ որ կերպ խիղճը կարդնանա եւ կփորձեն նաև օբյեկտիվ ու արդար գտնվել։ Եթե ոչ, ամեն դեպքում եկեղեցին հստակորեն արձանագրել է, որ ամբողջ իր հնարավորություններով եւ օրինական բոլոր հնարավորություններով հետամուտ է լինելու, որպեսզի արդար քննություն լինի։ Այդ բոլոր հնարավորություններով հանդերձ առաքելական եկեղեցուն կհաջողվի դիմագրավել այս պայքարին, որը իշխանությունը տանում է նրան։ Մենք շատ ավելի ծանր օրեր ենք ապրել եւ շատ ավելի ծանր պայքարներ ենք դիմագրավել։ Վստահ եմ, որ սա էլ կհաղթարենք։